Ու այս պահին արդեն Ինչպես որ խոստացել էինք, Հայ Դալեկը եւ Անի Արզումանյանը այո, միասին արդեն միասին են 2 տարի անց եւ վաղուց չէին պետք է տեսել։ խաղան այն խաղը, որը մենք ենք առաջարկել։ Իսկ մենք ինչ ենք առաջարկել։ Իսկ մենք ինչ ենք առաջարկել։ Առաջարկում ենք, որպեսզի դուք փայտիկներով այդ բաժակները ձեր դիմաց դրված միայն ու միայն փայտիկների օգնությամբ վերցնեք եւ սկսեք դասավորել իրար մեջ։ Եվ այդ նույն փայտիկներով հետո հետ դասավորել այդ նույն բաժակները։ Հաղթում է նա, ով ամենաարագը կանի ու Օրինակ ես ու Ռուբենը խաղացել ենք եւ հաղթել եմ ես, այնպես որ տեսնենք։ Ինքը միշտ հաղթում է։ Սպասելի էր։ Եթե դուք պատրաստ եք, Պատրաստ ենք։ մենք պատրաստ ենք։ Այն ազդող զույգը փարթիներին։ Պատրաստ ենք։ 1 2 3 գնացինք։ Յա։ Սխալ է խաղում։ Դու դաղալ ես խաղում։ Ոյ։ Խի։ Տենց։ Զուտ, հա։ Դու արդեն հաղթեց, Ռաֆոն։ Վազիկը պարապած է։ Ես ու Անի, Ինչ ես անում, Անի ջան։ Ես Անի մտանները ճիշտ ես հասկացել։ Խաղը ճիշտ եմ հասկացել, ու ուղղակի այս փայտիկներից օգտվել լավ չգիտեմ։ Հա։ Իմ խնդիրը է։ Լավ է պատարակավոք խաղարեցի լավ։ Քեզ մոտ շատ լավ է ստացվում։ Սուշիի սիրահար չեմ այդքան։ Ռաֆիկ, Այո։ մի հատ մի րոպե։ Չէ, դու հաստատ պարապած ես։ Անի։ Իրան ասել էիք հաստատ խաղը։ Ես պարապել եմ սա Անի գիշեր։ հավատա որ չէինք ասել։ Էսի ու հարստականի համար ես տենց բան չէի անի հաստատ։ Չի բացվում։ Անի գամ օգնեմ։ Չէ, ես Ես վերջացնեմ կոկտեյլ։ ես արդար կերպով կընդունեմ իմ պարտությունը։ Չէ, բայց դու չես պարտվել դեռ, ինչ ես համաձայնում։ Անի, փչի թող բաժակները թափվեն։ Ռաֆոին, հա, չէ, դե լավ, տենց էլ կպարտվեմ։ Դիսկվալիֆիկացիա կստանամ։ Չէ, հետո կասենք մեր պատուհանը բացեր քամի եկա։ Եթե տենց կլինի, ընտիր։ Դե դու փչի։ Բայց եթե ինչ չի Հələ փչի առանձնում։ տեսնենք ինչ կստացվի։ Ես պետք է սկզբում իրականում թույլ անեինք այս ամեն ինչը, որ հետո հեշտ առանձնանար։ Հա, հիմա ինձ էլ է դժվար։ Այ հիմա Նորից հիմա հյուր գավի քենդի։ Ստացվում է։ Բայց նա ինչ լավ է խաղում։ Իսկ sense դատարկել մնալու է, չենք լստում։ Կարող եք լսնել։ Հաջորդ փուլին հլա անցիր։ Հետո տեսնենք թե հաջորդ փուլում ինչ է սպասում։ Հաջորդ փուլը լա լինելու։ Թե ով հաղթեց։ Հա, Արդեն սուպեր խաղն է սուպեր լինելու։ խաղ։ Բայց դուք չլսեցիք ախր, ով հաղթեց ինչ է լինելու, կամ ով պարտվեց ինչ է լինելու։ Հա։ Հաղթողը սուպեր խաղ, ոնց հասկացանք, Չէ։ չէ՞։ Պարտվողին կտրելու են այս սուպեր պոպուլյար հաղորդումը։ Պարտվողը հյուր չի լինելու։ Մոնտաժելու են հանեն։ Ահա։ Ահա։ Ոնց որ Ռաֆիկը վերջացրեց։ Կուզեի ասել հաղթեց ընկերությունը, բայց Բայց ընդհանրապես մի բաժակ տարբերությամբ էր։ Հենց մեկ որ բաժակ տարբեր։ Ամեն ինչ- Սենս դներ։ այդ պարտադիր էր։ Բա իհարկե։ Հա, լավ, օքեյ։ Ես ընդունում եմ իմ 100%-անոց Պարտությունը։ պարտությունը։ Լավա չլեցիր գետնին։ Պայմանները հետևյալն էր, ով հաղթում է, նրան հրաժեշտ ենք տալիս։ Հա, շատ լավն է։ Լավն է։ Եվ հաղթողի տաքսին արդեն ժամանել է։ Դե լավ, բայց միջ հաղթողը դուրս կգա մեր տաղավարից, մի երկու հարց էլ միասին էսպես տանք։ Վաղուց եք ընկերություն անում եւ արդյոք ընդհանուր առմամբ եմ հարցնում բլոգերների շրջանում ընկերությունը կա, լավ ընկերություն կա, թե այդ ամեն ինչը սուտ է։ Ես պատասխան։ Մենք ընկերություն ենք անում երևի 2021 կամ 20 թվականից, այդ ժամանակ ենք ծանոթացել, միասին նույն պրոյեկտում էինք նկարահանվում եւ միանշանակ ես կարծում եմ, որ բլոգինգի ասպարեզում բավականին առողջ է մթնոլորտը։ Հաճախ կարող են այսպիսի սխալ բամբասանքներ լինեն, բայց դա իրականություն չէ, որովհետեւ օրինակ կոնկրետ իմ դեպքում շրջապատից զգալի մեծամասնությունը հենց բլոգերներ են եւ ես շատ անկեղծ ընկերություն եմ այդտեղ տեսնում, շատ հաճախ հնարավոր է ինչ որ վիդեոյի գաղափար ինձ մոտ առաջանա, բայց ես մտածեմ, որ դա Ռաֆոյի կոնտենտին է համապատասխան եւ նույնն էլ Ռաֆոն եւ մենք միմյանց գրենք եւ ոչ մի ինչ որ մրցակցություն չլինի դրա միջեւ։ Իսկ չի լինում, որ հումորային ռիլ նկարեք մեկը մյուսի մասին եւ մյուսը նեղանա։ Չէ, չենք նեղանա, բայց հարցնում ենք։ Հա, նախապես բան ենք անում։ Օքեյ, sense բան ասեմ վիդեոյից մեջ օրինակ եւ այլն, Դա հրաշալի է, որ դուք կարողանում եք ընկերություն անել եւ նաեւ միասնական եք, բայց եկեք հաղթողին արդեն
Մաղթենք հաջողություն։ Ես ինձ սիրուն բաներ։ Ցտեսություն ասենք։ Շնորհակալություն եւ խաղի համար եւ հարցազրույցի համար։ Ձեզ եմ շնորհակալ, всё գնաց։ Անի, պարտվեցիր այս խաղում, ինչպես է ազդում քո տրամադրության վրա, երբ դու հաղթում ես կամ պարտվում ես։ Եթե դա ընկերական խաղ է եւ ընկերներիս հետ եմ խաղում, հաստատ իմ էմոցիոնալ դաշտի վրա որևէ ազդեցություն չի ունենա։ Բայց այնուամենայնիվ կա ցանկություն հաղթելու, չէ՞։ Այո, միանշանակ հաղթելուց բնականաբար շատ դրական էմոցիաներ է զգում, բայց այս դեպքում ինձ համար իսկապես առանձնապես էական տարբերություն չկա։ Լավ։ Դե լավ, չենք համարում, որ անին պարտվել է, անին հաղթել է, որ հիմա այստեղ նստած է ու մենք հարցազրույց։ Ես հասկացա, որ այդպես է, դրա համար դիտման պարտվեցի։ Խաղի կանոնները այդպես է, բա ոչ։ Հա, ես տենց էլ հասկացա։ Անի, ծիծաղը իսկապես երկարացնում է կյանքը։ Միանշանակ։ Առհասարակ ես սենց կարգախոս եմ ընտրել իմ կյանքի համար, որը կարծում եմ շատ սերտ կապ ունի հումորի հետ, որ պետք է կյանքի մի փոքր մատների արանքով նել եւ ամեն ինչին հումորով վերաբերվել, որովհետեւ կյանքիդ բոլոր իրավիճակներին դու 5 տարի հետո նույնիսկ հնարավոր է չհիշեսել եւ երբ հումորով ես վերաբերվում, միանշանակ քո առողջության վրա դա շատ մեծ ազդեցություն է ունենում։ Ես լիովին համաձայն եմ, այո։ Քո Instagram-յան այդ նկարագրության բաժնում գրված է ազդող աղջիկ։ Ում կամ ինչի վրա ես ազդում։ Կարծում եմ շատերի, դա անխուսափելի է։ Իրականում իմ կարիերան բլոգինգի ասպարեզում հենց այդպես է սկսվել։ Ազդելով ինչ որ մեկի վրա։ Այո, ես նմանատիպ շարք էի սկսել, ազդող աղջիկը, եւ նկարում եմ այնպիսի իրավիճակներ, որ միանշանակ բոլորս կյանքում շատ հանդիպում ենք, եւ մեծ մասը հենց իմ կյանքից վերցրած իրավիճակներ էին, եւ այդպես հենց այդ շարքը սկսեց աշխատել էջումս, մինչեւ այդ էլ էի տարբեր փորձեր արել, բայց առանձնապես արդյունք չի ունեցել, բայց այդ շարքը ինչ որ հաջողություն բերեց եւ հասկացա, որ պետքա մարդիկ երևի ինձ այդպես ճանաչեն։ Իսկ այդ շարքը մինչ օրս շարունակվում է, թե այնուամենայնիվ գտել ես մեկ ուրիշ մի բանը, որը ել ավելի շատ է գրավում մարդկանց։ Իրականում հիմա շատ ավելի քիչ եմ նմանատիպ հոլովակներ նկարում, որովհետեւ կարծում եմ, որ չպետք է ձանձրացնեմ անդադար նույն կոնտենտը տալով, դրա համար հիմա բավականին ավելի քիչ է եւ իրեն փոխարինելու են եկել մեկ այլ կերպարներ։ Ով է փոխարինողը։ Փոխարինողները շատ են, օրինակ կա քո հարուստ ընկերուհին, օրինակ կա ընկերուհին, որ մտածում է, որ նա յուրահատուկ է, բայց նա իրականում անում է շատ սովորական կենցաղային գործողություններ եւ նրանք բավականին շատ են։ Ինչպես հումորը դարձավ քո ստեղծած կոնտենտի, չգիտեմ, գլխավոր խաղակարգը։ Իրականում ես դեռ 14-15 տարեկանից խաղում էի կավենում, այսինքն ուհայում իմ գործունեությունը ինչ որ չափով ծավալում էի եւ հումորը իմ կյանքում դեռ շատ փոքրուց մեծ դեր է ունեցել եւ դրա համար հասկացա, որ եթե ես պետք է բլոգինգ սկսեմ, ապա դա միանշանակ հումորային։ Իսկ մանկությունում հումորով աչքի ընկել ես։ Փոքր տարիքում թե դպրոցում, թե համալսարանում անում էի տարբեր կրկնօրինակումներ ուսուցիչների, աշակերտների։ Մանկությունից է գալիս այդ ամենը, այդ սերը։ Այո, իրականում միշտ շատ սիրել եմ։ Դասարանի ուրախ աղջիկն է եղել, որ անի դե մի հատ արա էլի սրա տնազը կանես։ Իսկ հայտնիներից ում կարող ես նմանակել։ Ոյ, հայտնիներից։ Տպավորություն է, որ նման առաջարկ երբևէ չես ստացել։ Նման միշտ է եղել է ավելի նեղ շրջանակներում էս առաջարկը։ Բացառիկ պրեմիերա մեր եթերում։ Ուղղակի այս պահին հիմա մտքից չի փորձել հայլու առաջ։ մի քիչ դժվար է։ Բայց ինչպես ես անում։ Իսկապես հայլու առաջ փորձում ես, պարապում ես։ Չէ, իրականում հայլու առաջ չեմ փորձում, իսկ եթե հայլու առաջ փորձեմ, էլ երբեք չեմ անի։ Դրա համար աշխատում եմ հայլու առաջ այդ ամեն ինչը չանեմ, մենակ ընկերական շրջապատերում անեմ, որովհետև պետքա շատ շփվեմ այդ մարդու հետ, որ այդ նյուանսները իր մեջ ֆիքսեմ։ Անի, բայց այնուամենայնիվ ուզում եմ մի հատ պատկերացնես, թե ում կրկնօրինակումը կարող ես անել, նմանակումը, եւ հիմա անենք այսպես տաղավարում։ Ուզում եմ Ռաֆոյինը փորձեմ հիշել ու Ռաֆոյինը անեմ։ Հա։ Ռաֆո մի հատ այսպիսի շարժումն ի որ շատ հաճախ անում, դե Էս ինչ մի հատ այսպեսի ներվային չի արել։ Մի քանի անգամ արել։ Չի արել։ Մի քանի հատ արեց։ Երևի մենք Արեց։ Եսի։ Մի հատ այսպեսի մի հատ ինքը շարժում ունի, որ միշտ անում է, դե
Եսի։ Լավ։ Երևի դուք ոչ շատ չեք շփվել։ Երևի, Դրա միգուցե, համար մի այո։ փոքր բարդ է դա։ Այսօր մեր առաջին հանդիպումներ, առաջին եթերում։ Այո։ Հետարքիր օրինակ, շրջապատումդ կան ընկերներ, որոնք հումոր չունեն, եւ առասարակ արդյոք հեշտ է շփվել հումոր չունեցող մարդկանց հետ։ Ես չեմ շփվում։ Նոր մարդկանց Ես հրաժարվում եմ նրանցից։ մոտ շրջապատում միանշանակ չկան այդպիսիք, որովհետև կարծում եմ չէր ստացվի այդ դեպքում մեր շփումը, որովհետև մեր գրեթե բոլոր ընկերական շրջապատերի ընկերության հիմքը հենց հումորն է ու շատ բարդ է անհումոր մարդկանց հետ, որովհետև երբ մարդ անհումոր է եւ չի սիրում հումորը, նա նաեւ այլ բնավորության գծեր է ունենում, որոնք կծված են իր անհումոր լինելու հետ, դրա համար կարծում եմ ինչ շատ բարդ կտրվի։ Այո։ Իսկ ընտրյալիդ նաև հումորի համար ես ընտրել։ Եվ բախումներ լինում են։ Կարծում եմ հումորը փրկում է։ Կարծում եմ դա շատ մեծ ազդեցություն ունեցել է մեր հարաբերություններում եւ մենք երկուսը էլ հենց ՈՒՀԱ-ի շրջանակներում ենք ծանոթացել, այսինքն երկուսը դեռ փոքր տարիքում կապ ենք ունեցել հումորի հետ եւ միանշանակ շատ առումներով մեզ դա փրկում է, որովհետեւ շատ իրավիճակներին հումորով ենք էլ ասում դե հումորով մարդիկ եք, ինչը պետքա լուրջ ընդունենք, իսկ բախումների առումով ես կասեի հակառակը շատ օգնում է եւ շատ ուրախ եմ, որ ինքն էլ է հենց այս ոլորտի ներկայացուցիչ, որովհետև շատ լավ խորհուրդներ է միշտ տալիս եւ ուրախ եմ, որ կողքից այնպիսի մարդ է, որ կարողանում է ճիշտ ուղղորդել ինձ եւ ասել սա ծիծաղելի է, սա չէ, սա արա, սա չարժեք։ Բայց չես նեղանում։ Երբ մի հումորի վրա երկար կարող ես աշխատել, հոլովակ նկարահանել եւ բերել օրինակ ցույց տալ եւ ասի, գիտես, սա ընդհանրապես ծիծաղելու չէ։ Ես կնեղանայի հաստատ։ Դե եթե հենց այդպիսի իրավիճակ է, երբ երկար աշխատել եմ այդ հումորի վրա, կարծում եմ կգանք այն կոմպրոմիսի, որ ես դա կփոստեմ, բայց եթե այնպիսին է, որ ես էլ էի կասկածում եւ նա հաստատեց, որ դա չարժի, ապա այդ դեպքում կարծում եմ կոմպրոմիսը կլինի այդ ուղղությամբ։ Ինչի վրա կարող ես լիաթոք ծիծաղել։ Ոյ, լիաթոք կարծում եմ հենց էլի կրկնօրինակումների վրա, երբ շատ դիպուկ ինչ որ մարդկանց կրկնօրինակումներ են անում, եւ կարծում եմ շատ եմ սիրում, որ այսպիսի հենց նեղ հումորներ են լինում, որոնք կհասկանան sense քիչ շրջանակներում, այդ հումորներն էլ եմ շատ սիրում, որ գիտեմ, որ ոչ բոլորին են հասանելի, ոչ թե ինչ որ դրանք ինտելեկտուալ են եւ այլն, այլ այնպիսի հումոր են, որ պետք է ծանոթ լինես շատ սերտ, որ հասկանաս։ Անի, քանի որ նաև դերասանուհի, հաղորդավարուհի եւ համոզված եմ, որ նկարահանման հրապարակներում որևիցե միտեղ եղել է մի դեպք, որտեղ ծիծաղը չես կարողացել իսկապես զսպել։ Կամ գուցե զավեշտալի եղել է։ Կարծում եմ օրինակ երկուածխի շրջանակներում, երբ մարդիկ չէին հասկանում, օրինակ ռեքեր ինչ որ բան ենք նկարահանում եւ ունենք միկրոֆոն միայն ես եւ այդ պահին ում հետ մենք նկարահանում ենք այդ ինտերվյուն, մարդիկ չեն հասկանում, որ այդ միկրոֆոնով խոսակցությունները բոլորն են կարողանում լսել, այսինքն հասանելիությունը մենակ իմ ձայնի համար չէ, այլ բոլորի է եւ սկսում են այնպիսի բաներ խոսալ, որ միանշանակ չարժի որ դա եթեր գնա։ Օրինակ Դե հենց էտա որ դրա համար դրանք եթեր չեն գնացել։ Օրինակ սկսում են բան ասել, որևէ մեկից կամ ինչ որ ելույթի մասով ասել, բայց այս մասը լավ չի երգեց եւ այլն, ու չեն հասկանում, որ այդ միկրոֆոնը նաեւ իրենց ձայնն է ձայնագրում։ Եվ դրա համար կարծում եմ դրանք են շատ ծիծաղելի լինում եւ այդ բանը շատ դժվար է լինում զսպել քեզ եւ չլսել համեն խոսակցությունը համեն։ Բայց եղել է, որ իսկապես չկարողանաս զսպել եւ լիաթոք ծիծաղես այդ բային նկարահանման ընթացքում։ Ի ուրախություն ինձ այդ ֆորմատը, որ մենք նկարանում ենք երկու աստղը թույլ է տալիս, որ ես այդ բային լիաթոք ծիծաղեի, քանի որ բերմամբ թե պատահմամբ։ Այո։ Ձևաչափը հարմար էր։ Այո, այդ թույլատվությունը կար, բայց կարծում եմ, եթե ավելի լուրջ իրավիճակում լիներ, ինձ դա շատ բարդ կտրվեր։ Բայց կկարողանայիր հաղթահարել։ Լավագույնս կանեի, որ Բայց միշտ չէ որ կարողանում ես կառավարել։ Այո, եւ դեմի մարդկանց մոտ դա շատ հաճախ է ստացվում, երբ որ հայտնվում են շատ մի քիչ անհարմար, մի քիչ զավեշտալի, մի քիչ հիշվող եւ ֆիքսվող իրավիճակներում։ Այո։ Մենք վերադարձանք տաղավար ու շարունակենք մեր զրույցը։ Մեր տաղավարում հիշեցնեմ Անի Արզումանյանն է, բլոգեր, դերասանուհի։ Անի, ում կամ ինչի մասին են քո հումորները։ Ազդող աղջիկ, մեկը Այդ արդեն արդեն գիտենք։ իմացա։ Այն ընկերուհուն։
հարուստ ընկերուհին։ Իրականում գրեթե բոլոր կերպարներին ես հանդիպել եմ կյանքի բերումով եւ բոլորը իրական կերպարներ են, բայց շատերը հավաքական կերպարներ են, այսինքն ինչ որ հստակ անձի մասին չեն, այլ հասկացել են, որ օրինակ ես բնավորության գիծը շրջապատումը շատ մարդիկ ունեն ու արժի որ իր մասին հավաքական կերպար ստեղծել։ Իսկ ովքեր են քո լսարանի մարդիկ։ Իմ լսարանում իրականում կարծում եմ շատերը այդպիսի թյուր կարծիքն են, որ հնարավոր է տարեքով փոքր երեխաներ են լինում, բայց մեծամասամբ ես կարծում եմ, որ ուսանողական տարիքից սկսած մինչև մոտավորապես 35 տարեկան մարդիկ զգալի մեծամասնություն են։ Կանայք թե տղամարդիկ։ Շատ կանայք, հաստատ կանայք։ Հաշվի առնելով, որ հումորային դաշտում տղամարդիկ ավելի շատ են, իսկ աղջիկները կանայք ավելի քիչ, ի՞նչն է ըստ քեզ պատճառը։ Տղամարդկանց հումորը սուր է։ Չէ, իրականում ես կարծում եմ, որ կանանց հումորը միանշանակ շատ լավն է։ Ուղղակի շատ ավելի սուր է։ Այո, շատ ավելի սուր է։ Ուղղակի կարծում եմ կոնկրետ օրինակ հայաստանյան իրականությունում ես շատ հումորով աղջիկներ ճանաչում եմ, ովքեր ամաչում են կամ հնարավոր է օրինակ մտածում են, որ ինչ որ վատ արձագանք կստանա եւ այլն, կամ հնարավոր է օրինակ արգելքներ են լինում ընտանիքի անդամների կողմից կամ կողակցի կողմից, այս խնդիրներին շատ են բախվում։ Ես օրինակ շատ այնց ծանոթ աղջիկներ գիտեմ, ում չեն թողում, որ էջվար են եւ այլն, կամ օրինակ որևէ բեմական գործունեություն ծավալել եւ կարծում եմ դա ինչ որ տոկոս է կազմում, որ աղջիկները ավելի քիչ են զբաղվում դրանով։ դա հետաքրքիր թեմա չի, ավելի հումորային ձևաչափով անդրադառնալ օրինակ։ Կարծում եմ Գուցե ձեր լսարանին լսանում է լինեն այդ տեսակ մարդիկ, ավելի քան վստահ եմ, որոնք այդ խնդիրներին բախվում են եւ ձեր հենց մատուցած տեսանյութերով, այդ վիդեոշարքերով կարողանաք մարդկանց մտածելակերպը ինչ որ մի կերպ փոխել կամ ձևափոխել։ Օրինակ Ռաֆիկը այդպիսի շատ լավ շարք ունենում է խանդոտ ընկերը, ով որ ոչինչ չի թողնում եւ կարծում եմ որ հուսամ շատ տղաներ դա կնային եւ կասեն Աստված իմ ես սենց եմ, ավելի լավ է ես փոխվեմ։ Ես էլ շատ լավ միտք է իրականում կփորձեմ այդպիսի մի կերպար գտնել, որ շատերը հասկանան, որ դա իրականում նորմալ չէ եւ եթե մարդը ուզում է դրանով զբաղվել, միանշանակ պետք է զբաղվի անկախ իր սեռից։ Իսկ քո կյանքում քո ընտանիքի անդամները միշտ հանգիստ են վերաբերվել այն ինչ դու արել ես, թե եղել են արգելքներ երբեմն։ Արգելքներ չեն եղել, բայց իմ ընտանիքը ինձ հետ կարծում եմ սկզբնական փուլում շատ ուրիշ պլաններ էր կազմում, քանի որ Եվ ինչ պլանների մասին էր խոսքը գնում։ Պատմիր։ Դե ես սովորել եմ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում եւ հետո պլանավորում էի շարունակել միջազգային իրավունքի ֆակուլտետում արդեն մագիստրոսական ճանապարհով, քանի որ հայրիկս ցանկանում էր, նա նույնպես իրավաբան փաստաբան է, ուզում էր, որ ես իր հետ շարունակեի, մենք նույն ոլորտում աշխատեինք, ես իրեն օգնեի, բայց ինչքան էլ ես պայքարեցի այդ 4 տարիների ընթացքում, թե անվճարը պահելու համար եւ թե մասնագիտությունը սիրելու, ինձ մոտ դա ոչ մի կերպ չստացվեց եւ ինչ որ պահի կարծում եմ ծնողներս ուղղակի համակերպվեցին, որ արդեն անիմաստ է դա ստիպելը, եթե այս 4 տարիների ընթացքում ոչինչ չփոխվեց, դժվար թե հետո փոխվի եւ բնականաբար երբ բլոգինգը սկսել էի, այդպիսի առանձնապես հաջողությունները շատ չէին, ուղղակի դիտումներն էին լավ, բայց մնացյալ առումով ոչինչ, բայց երբ արդեն հասկացամ, որ ես շատ տարբեր առաջարկներ եմ ստանում, դա իմ հիմնական աշխատանքն է դառնում եւ ամեն բան լավ է ընթանում, արդեն հասկացամ, որ երևի թե ի սկզբանե պետք է այս ամեն ինչով զբաղվեի։ Երբ վիդեո եմ փոստում, այն օրը շատ պատահական եմ դա նկատել, նրանք ինձ դա չէին ասել, իրանք միմյանց իմ վիդեոն ուղարկում են, որպեսզի շերների քանակը ավելանա եւ ես դա շատ պատահական տեսա եւ շատ ուրախացել էի։ Ողջունենք դրանց։ Եկեք ողջունենք, ես սրտան շատ շնորհակալ եմ ձեզ ամեն բանի համար, ես ձեզ կփորձեմ երբեք չհիասթափեցնել։ Իսկ միգուցե գա մեկ օր, որ դու որոշես, որ պետք է հետ գնալ քո մասնագիտությանը։ Միջազգային հարաբերությունների։ Կարծում եմ չէ, որովհետև ես համոզվեցի, որ դա իսկապես իմը չէ եւ չեմ ուզի մեր պետությունը վտանգեմ իմ այդ ոլորտում ներկայությունով։ Բայց չես ափսոսում այդ 4 տարիները, որ զուր կորցրեցիր։ Եվ ժամանակը, եւ տարիներ, չգիտեմ։
Կարծում եմ ավելավ է 4 տարիները կորցնեմ, քան ամբողջ կյանքից։ Լավ է, ուշ կան երբեք։ Այո, եւ իրականում այնպես չի, որ ես ոչինչ չեմ ստացել այնտեղից։ Միանշանակ ես շատ լիքը գիտելիքներ եմ ստացել այնտեղից եւ լեզուների իմացությունը եւ կարծում եմ, որ հենց այսպես էլ պետք է լինի։ Այո, միանշանակ շատ դրական բաներ ես ստացել եմ այնտեղից եւ ընկերներ։ Ես առաջարկում գանք հետ հումորին։ Այո, համաձայն եմ։ Հետ գանք հումորին։ Այ հետաքրքիր է, օրինակ հասարակության կողմից արդյոք խնդիրներ չեն լինում եւ ճիշտ են ընկալվում քո հումորով զբաղվելը։ Օրինակ նա հարևան տատիկ կամ ինչ-որ մի պապիկ, աղջիկ ջան, նախել դու ինչ գործ ունես այդ հումորի հետ, ինչ-որ նմանատիպ ինչ-որ կոմենտներ։ Դե հա, իրականում օրինակ վերջերս ուսուցչուհիներիցս մեկին էի հանդիպել, ինքը ասում էր, ախր գերազանցիկ լավ սովորում էիր, այս ինչի sense ափսոս է, բայց իրականում ախր այս ոլորտում դու հանգիստ կարաս քո ցանկացած տեսակ գիտելիքով կիսվես, ինքը այնքան լայնածավալ ոլորտ է, որ դու կարող ես քո ցանկացած ոլորտի գիտելիքներով կիսվել եւ դա բնավ չի նշանակում, որ դու օրինակ ինչ-որ միտեղ վատ ես սովորել կամ եւ այլն կամ ինչ-որ բան թերի ես արել, դրա համար սկսել ես սրանով զբաղվել, հնարավոր է օրինակ, որ դու կյանքում ինչ-որ բան այնքան լավ ես արել, որ ուզում ես այս ոլորտում կիսվել դրանով։ Օրինակ մենք ունենք շատ լավ բժիշկ մասնագետներ, ովքեր բլոգինգով են զբաղվում եւ այլն, պետքա հնարավորինս այդ կարծրատիպը կոտրել եւ շատ լավ մասնագետներ սկսեն բլոգինգով զբաղվել, որ մենք դրանով ել ավելի շատ գիտելիքներ ստանանք, օրինակ թե մեկը բժշկության ոլորտից, թե այլ ոլորտներից, օրինակ անգլերենի մասին շատ էջեր են վարում տարբեր մասնագետներ, կարծում եմ այդ կարծրատիպը պետքա կոտրել, բայց բնականաբար այդ խնդրին բախվում եմ։ Իսկ ինտելեկտը կարևոր է հումորի համար։ Ես կարամ այսպիսի մի բան ասեմ, բնականաբար շատ մեծ առավելություն է, բայց չեմ կարող ասել, որ նաև շատ ոչ ինտելեկտուալ հումորներ նույնպես իրենց սպառողները ունենում են։ Բնականաբար շատ մեծ առավելություն է, բայց շատ հաճախ ոչ ինտելեկտուալ հումորը նույնպես սպառողներ ունենում է, բայց ինտելեկտուալը միշտ հաղթում է, կարծում եմ։ Իսկ քո հումորով երբևէ փրկել ես ինչ-որ մի բարդ իրավիճակ։ Կարծում եմ նույնիսկ կարող է չգիտակցաբար որևէ խնդիր, որ կարող էր մեծ կոնֆլիկտի վերածվել, ես իմ հումորով վերաբերմունքով դա այսպես կոծկել եմ, այո, կանխել եմ։ Իսկ հումորով զբաղվող մարդիկ հաճախ են օրինակ այդ խնդրին բախվում լուրջ ընկալվելու։ Արդյոք դու այս խնդիրը նույնպես ունես կամ բախվում ես հաճախ։ Կարծում եմ ունեմ, բայց դեռ չգիտեմ, թե ինչպես դա պետք է լուծեմ։ Իսկ ինչպես է արձագանքում։ Երևի թե քանի որ դեռ ոչ շատ տարիքով մեծ եմ կամ եւ այլն, այդքան ինձ դա չի անհանգստացնում, բայց կգա մի օր, որ կանհանգստացնի եւ հուսամ այդ ժամանակ արդեն ես դրա լուծումը կգտնեմ։ Կարող է նյարդերը իրար տեղի չտան։ Հիմա չի ուզում մտածել դրա մասին։ Հիմա պետք չի դրա մասին մտածել։ Մեկ նեղվում եմ, բայց որ ասեմ շատ չէ։ Իսկ լինում է որ մոտենում են եւ ասում են մի հատ հումոր արա կամ մի հատ անեկդոտ կպատմես, որտեղ բոլորը դա են ակնկալում քեզանից։ Օրինակ եղել է որ ասեն ինչ որ մեկի կրկնօրինակումը կանես։ Այսօր ինչպես է։ Դա մենք ենք։ Մենք էլ չմնացինք։ Այո, իրականում լինում է, բայց հենց այդ ժամանակ տպավորությունն է, որ բոլոր ամեն ինչ ուղեղումդ կատարվում է, այսպես ցրվում է, որ հարցում են որն է քո սիրելի ֆիլմը կամ երգեդ մեն աշխարհում ամեն ինչ մոռանում ես։ Նույնն էլ այդ ժամանակա բոլոր տեսակ հումոր ամեն ինչ մոռանում ես այդ բանին։ Եթե չլիներ հումորը, կշարունակես նախադասությունը։ Եթե կարծում եմ ամեն բան շատ վատ սարսափելի կլիներ, չէ՞։ Իրոք սարսափելի կլիներ։ Ցուրտ, վախենալու, կյանքի որակը կընկներ բոլորի, միանշանակ, նույնիսկ այն աշխարհի ամենաանհումոր մարդու կյանքի որակը կընկնել, կարծում եմ շատերս առողջական ավելի լուրջ խնդիրներ կունենայինք, մասնավորապես նյարդային։ Ինձ թվում է նախադասությունը երկար ու շատ տրագեդիկ ստացվեց, բայց ընդհանուր լավ չէր լինի հաստատ։ Սա շատ լուրջ պատասխանեցիր, իսկ հիմա եթե հումորով պատասխանենք։ Եթե չլիներ հումորը, կարծում եմ հիմա մենք միջազգային հարաբերություններում է շատ վատ վիճակում կլինենք, որովհետև ես ստիպված Միևնույնն վատ է լինելու, որովհետև նա ստիպված կաշխատել միջազգային կլիներ դիվանագետ եւ կարծում եմ մենք արդեն այդ ոլորտում լուրջ խնդիրներ կունենանք։ Ըստ քեզ հայերը հումորով են։ Այո, շատ, միանշանակ, շատ հումորով ենք։ Հումորը լավ կարողանում են ընկալել։
Ոչ միշտ։ Այդ մեկը ոչ միշտ։ Հումորով են, բայց ես էլ եմ կարծում, որ միշտ չէ, որ կարողանում են ճիշտ ընկալել։ Մենք ունենք այսպիսի մի խնդիր, ահա հումորներ արեք բոլոր տեղեր, բայց ինձ մասին չէ, իմ մասին չանեք, էլի։ Շատ հաճախ են մարդիկ, ովքեր վայ, ինչ ուզում եք արեք, բայց հենց իրա մասին ես որևէ հումոր անում, այնպիսի սուր ընկալում է լինում, ուզում ասես, բա ինչու էր մյուսների վրա ծիծաղում, երբ հերթը հասավ քեզ, արդեն դու այդպիսի։ Բայց կարծում ես, որ դա մշակութային առանձնահատկություն է։ Չէ, չեմ կարծում, որ դա մշակութային է, ուղղակի մեզ մոտ դա ընդգծված է ինչ-որ չափով, բայց կարծում եմ շատ մշակույթներում դա տարածված է, բայց մեր մոտ դա իր ուրույն դերը ունի։ Իսկ ճանապարհորդելիս ինչ հումորների ես հանդիպել, որն է քեզ ավելի հոգեհարազատ։ Մենք օրինակ, որ ընկերներով ճանապարհորդում ենք, միշտ փորձում ենք իրենց ակցենտով հայերեն խոսել եւ այդ այնց որ միշտ ծիծաղեցնում է, հատկապես ֆրանսերենում մենք շատ ենք, չէ, այդ հումորները աներ, լեժոնկո եւ այլն բառեր ենք ասում եւ այդպես ցանկացած երկրում որ գտնվում ենք, աշխատում ենք իրենց լեզվին բնորոշ բառերը փոփոխել հայերեն եւ այդպես խոսել։ Ամբողջ Բայց օգտագործում եք կոնտենտի մեջ ձեր։ Օրինակ շրջագայությունից հետո ինչ-որ մի հումորային բան նկատեցիք, հետո գալիս եք ինչ-որ նոր միտք է ծնվում, նոր սցենար, սկսում է օգտագործվել։ Միանշանակ, օրինակ մի այդպիսի համագործակցություն, որ անում ենք ֆեստիվալի շրջանակներում, պետք է ես իբր զանգարեի Լադանիվային եւ այդպես խոսել է իր հետ կիսա ֆրանսերեն, կիսա հայերեն եւ շատ լավ էր ստացվել։ Անի, իսկ ինչպես ես կարողանում այդ գիծը պահել, որպեսզի այդ հումորը չվերածվի ծաղրանքի։ Իրականում ես Որովհետև երբ սկսում ես հումոր անել, արդեն շատ դժվար է գտնել այդ բալանսը եւ շատ հանկարծակի միանգամից կարող ես ծաղրել դիմացինին։ Միանշանակ, բայց այդ առումով ես շատ նրբանկատ եմ, այսպիսի բնավորության գիծ ունեմ, որ աշխատում եմ երբեք ոչ մեկին չնեղացնել։ Դա իրականում շատ հաճախ ինքդ քեզ նեղացնելով ես մնացածին չնեղացնում, դրա համար այդ առումով ես շատ նրբանկատ եմ եւ նույն սցենարի վրայով 10 անգամ անցնում եմ, որ հանկարծ ոչ մեկին չնեղացնեմ։ Եվ կողակցի տես ցույց տալիս։ Նաեւ այսօր։ Այո, իրականում կողակիցս այդ առումով ավելի բաց է, ինքը ասում է պետք չէ հումորը սահմանը եւ նա ճիշտ է իրականում, բայց ես կարծում եմ, որ պետք է աշխատել ոչ մեկին չնեղացնել եւ հնարավորինս նուրբ գտնվել էլի այդ հարցում, չնայած որ հաճախ դրանով կարող է հումորը տուժել։ Սև հումորին ինչպես ես վերաբերվում։ Շատ եմ սիրում, շատ եմ սիրում։ Սև հումոր սիրում ես անել, թե իսկ կարողանում ես ընկալել եւ ընդունել, երբ քեզ է ուղղված այդ սև հումորը։ Այո, իրականում այդ հարցում սև հումորը իմ համար սենց ամենանախընտրելին է, բայց աշխատում եմ շատ մեծամասշտաբ տեղերում դա չանել, որովհետև Սև ընկերական։ Անի, վերջին հարցն եմ։ Այո։ Ուղում։ Արդյոք հումորը կփրկի աշխարհը։ Միանշանակ, այն արդեն փրկում է։ Փրկում է։ Այո, շատ Կարևորը որ դու հավատում ես, որ հումորը փրկում է արդեն Բայց ես աշխարհը։ ուզում եմ, բա գեղեցկությունը չի փրկում աշխարհը։ Գեղեցկություն, իրանք զուգահեռ էսպես գնում են։ Զուգահեռ։ Ապրես։ Օրինակ լուսին են։ Նա երկուսի այսպեսի միաձուլումն է։ Հումորը եւ գեղեցկությունը։ Չէ, բայց դու հումորը համ հումոր ունի, համ գեղեցկու է։ Այո։ Անի, շնորհակալություն, որ մեզ հետ սկսեցիք օրը։ Ես եմ շնորհակալ։ Շատ հաճելի զրույց ունեցանք։ Դուք միևնույն է մեր հաղթողն եք։ Հեչ չընկճեք, դուք մեր հաղթողն եք, մենք ձեզ հաջողություն ենք մաղթում, հաջողություն ենք մաղթում և լավ օրվա շարունակություն իհարկե։ Շնորհակալ եմ ձեզ էլ։ Շնորհակալություն, իսկ մենք շարժվենք առաջ, սիրելի հեռուստադիտողներ։